Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Պոզոյանը, բարև ձեզ Երվանդ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, 3 չէ արդեն այսօր լուսաբացին որոշում կայացվեց Վարդան Ղուկասյանի հետ կապված, դրա մասին խոսենք, բայց ես խոստացել եմ մեր սիրելի հայրենակիցներին ամեն օր հիշեցնել, որտեվ կարող է հանկարծ ինչ-որ բան մոռանան, մեր հաշվին հռոմ մեկնած օկուպացած երկրի ղեկավար Նիկոլը հեծանիվ է քշում ու քաղաքը վայելում տեսան նյութը կարող եք դիտել թուրքական կայքերում այդ տեսանյութը կա բայց հիշեցման կարգով ես ձեզ խոստացել եմ ամեն օր հիշեցնել ինչ է հանձնել 12 քաղաք 274 գյուղ 11450 բնակարան 13550 տուն 60 ֆաբրիկա 15 ձեռնարկություն 400 միջնադարյան գերեզմանատուն 25 թանգարան 37 հեկ 48 հանք 4 ջրամբար ավելի քան 5000 մշակութային հուշարձան 232 դպրոց 4 համալսարան 7 քոլեջ 5 մարզադաշտ 11 մարզադպրոց այս նորորոքած վերջին դրա մասին է խոսքերը 11 հիվանդանոց խնդրում եմ ուշադրություն 385 եկեղեցի 60 վանք 3 միլիարդի զենք ընդհանուր 100 միլիարդի 3 միլիարդ չի Ալիևն ասում էր 6 միլիարդի զենք Նիկոլը անտուն է թողել 150,000 հայ որոնցից 40,000-ը երեխաներ են սա այսպես եւ գանք բուն գործին Բուն նյութին 3 տեսակ թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում կալանավ մենք ուղիղ եթերում ենք ինձ մի խանգարեք հա դա այդտեղ փակեք ու նստեք տեսանք ինչ տեղի ունեցավ Գյումրիում որոշում կայացվեց 2 ամսով կալանավորել Վարդան Ղուկասյանին նույն ձեռագրով ճիշտն ասած ես չգիտեմ արդեն այնքան եմ ասել որ հոգնել եմ որ ինձ համար այնուամենայնիվ միջև հիմա էլ ընկալելի չեն 2018 թվականին այն մարդիկ դե կլինեն իմ ընկերները, իմ հարազատները, իմ բարեկամները, ես ներքին ընդվզում ունեմ իրենց բոլորի հետ եւ հարաբերվել ինձ համար կոնկրետ շատ բարդ է, շատ դժվար է մի բարձ պատճառով 2018 թվականին այս փողոցից եկած այս խումբը, որ եկավ իշխանության, առաջին պլան եկան դագաղներ, տգեղ հայախառը անճորնի տեսքով բառապաշարով խոսույթ, վիրավորանքներ, զրպարտանքներ, մեղադրանքներ եւ բղավոցներ, որի տակ սա էր ծեփել, փռել, ստորացնել, ինքնին մի գարշելի երևույթ էր այս ողջ պատկերը ծայրից ծայր եւ դրանք ոչ միայն խոսքեր էին փաստորեն, ի սկզբանե մենք տեսանք որ խոսքեր չեն դագաղները իսկապես տարան տնետուն եւ մենք տեսանք որ շատ արագ ընդամենը 1-2 շաբաթից այդ փողոցում ծեփելու ասֆալտին կծեփեմ, կստորացնեմ եւ այդ ստորացման այդ տեսարանները առհասարակ քաղաքակիրթ աշխարհում անգամ մարդասպանին որ կալանավորում են ձերքին շղթա են դնում եւ մարդուն տանում են, չէ, բայց ինքը դրանից ես հասկացա որ այս անձը, այդ թիմը Սրանք լուրջ, հիվանդ, խնդիր ունեցող մարդիկ են, այսինքն մարդը, եթե հաճույք է ստանում ուրիշին ստորացնելուց, նվաստացնելուց, ինքը չկայացած ողորմելի, եղկելի անձնավորություն է։ Եվ դրա համար եմ ասում, նրանք ովքեր որ 18 թվականին գնացել են նրա հետևից, ով ուզում է լինի, ինձ համար ես չգիտեմ, պարոն Պոզոյանը շատ ավելի լայնախոհ է, ըմբռնումով է մոտենում, ես էլ ինչ-որ փուլում սկսեցի, բայց եթե դուք գնացել եք այդ գարշելի տեսարանների այդ ամեն ինչի հետևից, ես ներողություն եմ խնդրում, բայց ձեր ներսում ինչ-որ կեղտոտ ինչ-որ մի բան կար, որ դուք էլ բավարարվում եք դրանից, որ մարդկանց ստորացնում են, մարդկանց նվաստացնում են, ընդ որում պատվարժան մարդկանց, ընդ որում ճանապարհ անցած մարդկանց, իրենք հենց հատուկ այդպես ընտրած, ընդ որում հերոս մարդկանց, ընդ որում բարձրաստիճան զինվորական մարդկանց իհարկե իրենք ուրիշ խնդիր էին լուծում, կարող են այդ խնդիրը նաև այլ կերպ լուծել, բայց հասկանալի որ կեղտ գարշանք կա իրենց ներսում, որ դրանք հագորտ են տալիս իրենց կեղտոտ ցանկություններին, մղումներին եւ ստորացնում են եւ ներողություն դուք էլ որ գնացիք իրենց հետևից, դուք էլ նաև այդպիսին է կամ այդ ամեն ինչը ձեր ներսում կա
թեպետ ես ասում եմ շատերն ասում են պետք էր հասկանալ, խաբված էին բան, բայց եթե 21 թվականից հետո դուք շարունակում եք իրեն ընտրել, այստեղ մի հատ շատ այս օրինակը մի անգամ եմ ասել Պլիսեցկայան ձեր հաղորդման ժամանակ եմ կարծեմ ասել, որ Պլիսեցկայան ասում է ես մի կարևոր բան եմ հասկացել իմ կյանքում, դե Պլիսեցկայան է ոչ ավել ոչ պակաս, ընդ որում շատ մուդրի խելոքի, ոչ միայն տաղանդավոր Վալերինա, այլև շատ խելացի կին, դե տաղանդը այդպես է զուգորդվում է խելքի հետ եւ ասում էր ես մի շատ կարևոր բան եմ հասկացել 70 քանի տարեկանում, բոլորը զարմացած լսում են, ինչ ասում են, գիտեք, մարդիկ լինում են լավ մարդիկ, տեսեք ինչ պարզ բան է, ասում եմ, այդ մտածում ես, այդտեղ շատ բան կա։ Մարդիկ լինում են լավ մարդիկ եւ վատ մարդիկ։ Դենց ուրիշ բացատրություններ չկա ու մի մտեք։ Ես այն կարծիքին եմ, որ նրանք ովքեր որ գնում են այս դավաճանների, այս ազգակործանների, այս պիղծ մարդկանց հետևից բացատրություն չկա։ Ուղղակի իրանք վատ մարդիկ են, ստոր, տականք, սրիկա, որովհետև իրենք ապրումակցում չունեն, իրենց մեջ կարեկցանք չկա, իրենց մեջ հումանիզմ չկա, իրենց մեջ հայրենիք չկա, այսքան զոհեր, երկրի կորուստ, տնավեր մարդիկ եւ այս ամենից հետո եթե մարդը կարող է իրենց հետևից գնալ, մի պարզ բան, դուք վատ, ստոր, սրիկա մարդիկ եք, ուրիշ բացատրություն չկա, ընդ որում դու ոչ միայն ես հարցում եք այդպեսին, դուք ձեր ընտանիքի անդամների հետ էլ, բոլոր տեղերում եք դուք այդ կատեգորիայի մարդ, ուրիշ բացատրություն չկա, չասեք, միամիտ է, հարիվ է, ապուշ է, խավ չկա այդպիսի բան, գնացեք ցանկացած իր հետևից գնացող մարդու կամ ինքը գեր սուպեր շահ ունի, բայց մեկ է վատ մարդ է, սրիկա է, կամ ուղղակի ինքը բառից բուն իմաստով այդպիսի իստորիա սրիկա մարդ է եւ գնում է։ Ես ինչ որ ընդարձակ բան ստացվեց, ուղղակի ամեն անգամ որ հիշեցնում եմ ինչ է տվել, ինչ որ բան ուզում եմ փոխանցել։ Մարդ որ ընտրված քաղաքապետ է, ինչերի միջով կարողացավ մի ամբողջ պետական ապարատ աշխատում էր Գյումրու քաղաքապետի դեմ, ճիշտ է։ Ի պատիվ մեր ընդդիմադիր ուժերի կարողացան շատ արժանավայել իրենց պահել եւ ընտրության հենց արդյունքները պարզ դարձավ, Անդրանիկը հայտարարեց, չէ՞, մի անգամից եւ Ռուբենը մի անգամից հայտարարեց, անմիջապես այնտեղ իհարկե ինչ էր անունը Մարտուն Գրիգորյանը ինչ որ քանի օր բաների մեջ էր, Մարտուն Գրիգորյան դուք թե դու, չգիտեմ ոնց ես դիմեմ, գրառում էի կարե բա տեսակ ես ինչ ասեցի, իբր թե ուզում էիր ասել, այս մարդը, ասենք Վարդան Ղուկասյանը խոցելի է կոռուպցիոն, չգիտեմ ինչ որ հին պատմություններ, չգիտեմ, տղա ջան, դու ես ինչ աբիժնիկ ես։ Դու ես ինչ մեղք ես։ Ինչ խեղճ ու կրակ ես դու, ինչ ողորմելի ես։ Ուրեմն այս վիճակում Վարդան Ղուկասյանին այդպես ստորացնելով, գողանալով, չգիտեմ, նվաստացնելով, այս ճանապարհով տանում են, որոշում են կալանավորել, խելք ես, հա, բան ցույց ես տալ, որ դու տենց խելոք ես հասկանում ես, ուրեմն լսի, պետական ապարատը եթե որոշի, հա, վաղը, օրինակ Նիկոլը կորոշի, որ քո տակ կա հնդուհավի ձու։ Գիտես չէ, ասենք առավոտը կարող է դու զարթնես, ասեն Մարտուն Գրիգորյանի ածումա հնդուհավի ձու, դու հնդուհավ ես։ Կամ դու հնդուհավի գող ես։ Եթե պետական ապարատը որոշում է, դա տարածի ասի։ Եվ այդ աբիժնիկությունը պահի քեզ, խելքդ էլ հետը, զու սպասի համբերի տես ինչ է լինում։ Եվ այս պահին ցանկացած նորմալ մարդ պիտի ինչ անի, լինի Վարդան Ղուկասյանի կողքը։ Այդպես է թե այդպես չի։ Ցանկացած մարդ առաջինը պիտի նախ դատապարտի, այն ինչ որ տեղի ունեցել, որ ընտրված քաղաքապետին գյումրեցիների կողմից եւ ի պատիվ գյումրեցին, դու գիտեք որ ասում բոլոր դուրս էին գալիս արդեն, գիտեք ինչ է, առևանգել են մարդկանց բոլորին սկսել են ձերբակալել, կին, երեխա մեծ, պատանի սկսել են ձերբակալել ճանապարհներից, վախացնել, բանանել, որ հանկարծ չգան։ Այդ ամենով հանդերձ գյումրեցիները դուրս էին եկել, իրենց ձայնը պաշտպանում էին, գիտեք ինչի, որովհետեւ ընտրված մարդը գյուղած իր քաղաքի, իր համայնքի ժողովրդի կողքն է եւ երկրորդ, դու գիտեք որ մի քանի օրից դատարան մտներ Բագրատյանը երեք ասեց Այդ թղթերով մտնում էր դատի տալու Նիկոլին գողացած գյումրեցիներից գողացած փողերի համար բյուջեի փողը որ չի տալի այսինքն էլի գյումրեցիների համար ինչ արեց կանխեց Նիկոլը որ չգնա դատի տա բաց այդ իր գողությունը ինչի փողերը չի տալիս գյումրեցիների դրա համար կանխեց եւ տարավ Վարդան Ղուկասյանին սա է տեղի ունեցել Այս մարդը ժողովրդական մարդ է, այս մարդը ընտրված մարդ է, սրանք ամեն օր թքում են մեր վրա եւ ամեն անգամ այսպես թքելով Սիրելիներս ձեզ հուշում են, քանի որ բան է, էլի կյանքը այդպես է, անդադ արթնացման բաներ է բերում, որ հիմարաբար դուք սպասում եք, որ արևմուտքը պիտի գա ձեզ փրկի,
Եվ որ հիմարաբար սպասում եք, որ պիտի Թրամփը իր այն բանի համապատասխան տեղի օգտագործած խաղաղության թղթով իբր թե պիտի գա ձեզ փրկի, այսպիսի բաները գալիս են հուշելու, առավոտյան ասում է չի քնե, գիտեք, չէ, ներքնաշորով դուրս է եկել Միացյալ Նահանգների դեսպանը բղավում է, «Էս ինչ եք անում, մարդու իրավունք», գիտեք դրա մասին, չէ։ Իսկ դուք պատկերացնում եք, որ մի աղանդավորական ուժի հանկարծ մեկը համարձակվե Հայաստանում գնա դուռը ուժեղ խփի ինչ կանի, օրինակ դեսպանը ինչ կանի, առանց վստահեցնում եմ, կարող է գուցե վախենալու տեսարան լինի, բայց առանց ներքնաշորի դուրս կգա եւ կբղավի, ես ինչ եք անում, ել չեմ ասում, Մեծ Բրիտանիայի Եվրոմիության ձայն կա, տարել են ընտրված մարդու ձայն չկա, ձայն կա, հարձակվել են եկեղեցու վրա բանը 50 քնիչով ամեն մեկը գզում է ու ահաբեկում ու խոշտանգում է բան քահանաներին, ձերբակալում են քահանաներին, 3 սրբազան հիմա փակված է, ձայն կա, իհարկե ձայն չկա։ Մենք ապրում ենք այսպիսի ժամանակներում եւ պայմաններում, խնդրեմ։ Դուք շատ լայն խնդիրներ կայացրեցիք